ազդեցությունը մեր հասարակության վրա։ Ինչպես են խեղվում մեր սերունդները։ Տեսեք, մեր հասարակության վրա, էլի եթե գնանք այդ սերիական մարդասպանների գծով, մեր հասարակության դեպքում չեմ կարող ասել, մեր մոտ այդ երևույթը չգիտեմ, այդ մի ուրիշ առանձին ֆենոմենոլոգիա։ Սերիական մարդասպանի վրա չկենտրոնանանք, ցանկացած բացասական կերպար, որը մեդիայով այնպես է տարածվում, որը դառնում է օրինակ երեխայի կամ պատանու համար կամ հասարակության մեջ նորմալիզացվում է այդ կերպարը։ Տեսեք, քանի որ ասեցի 70-80% կանայք են, բայց հարցաբան 20%-ով, այդ տղամարդիկ են, ու այդ տղամարդկանց մեջ, եթե կա, այսինքն դու թաքնված պսիխոպատ ես, ունես հակում, դու նայում ես Netflix-ը, որը հեղինակություն ամեն դեպքում նայում ես այդ գեյնին, որը քո մղումներից ունեցել է ու իրականացրել է, իրան ինչ-որ գլորիֆիկացիա է անում։ Ցույց է տալիս, որ ու նայում ես, տես, մի քանի տարի հետո հələ տես ինչ հերոսական պատում է։ Հիմա շատ տրամաբանական շղթան շատ հա քո մոտ էլ կարա բան առաջ, տրիգեր աճեն, որ ախպեր խիչ անեն որ, հենա, բան այդ գեյն։ Դե ուղղակի էլի խի ես նշեցի մեր հասարակության դեպքը, մի քիչ տարբեր, որովհետև նայեք Ամերիկայում օրինակ, արևմտյան աշխարհում այնտեղ այդ բանտ ընկնելը, այդ ձև հանցագործությունների համար պատժվելը խիստ տարբերվելու է մեր ման։ Այնտեղ ավելի այդ բանը հումանիստական բանը կա, որ ամեն դեպքում իրանք մարդ են, իրանց կինոյում էլ է համաններում բան չի լինելու։ Ապրում են իդեալական պայմաններում բանտախոցերում։ Օրինակ նույն Անդրես Բրեյվիկը, որը սերիական չէր, մասսայական էր, հիմա ինքը ինձնից լավ է ապրում Օսլոյում։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։